2020 թվականից սկսած Իգոր ծրագիրը Սփյուռքում ավելի քան 5 տարի աշխատող եւ ապրող հայրենակիցներին կանչում է տուն, սեփական երկրում աշխատելու։ Աշոտը ծրագրի մասնակիցներից է, ով արդեն 7 ամիս է աշխատում եւ ապրում է հայրենիքում։ Նա վստահ է, հայրենիք վերադառնալու ցանկությունն ամեն հայի սրտում է, իսկ իր դեպքում հենց այդ կարոտն է դարձել վերադարձի գլխավոր շարժիչ ուժը։ Հայրենիք վերադառնալը միշտ եղել է մտքում, բայց տարբեր հանգամանքներ են եղել։ Հեռանկարները երբ արդեն ավելի պարզ ես տեսնում եւ քո մասնակցության քո դերը այդ զարգացման ծրագրի մեջ, հետեւաբար ավելի ուժեղանում ցանկությունը, իսկ երբ նախորդ մասնակիցները արդեն ներքինից այդ ամեն ինչ ավելի մանրամասն կիսում են, պատմում են ու տեսնում ես նրանց աշխատանքի արդյունքները, արդեն կասկածներ չի լինում։ Հայրենիքի զարգացման գործին մասնակցելն ըստ էության հաճելի է գրեթե յուրաքանչյուրի համար, բայց արդյոք ամեն ինչ նույնքան հարթ է հարցին, կյանքին ավելի իրատեսական աչքերով նայող Աշոտը նշեց. Սպասել, այսպես ասած, միանգամից կամ հեշտ իրականացող ինչ-որ երազանքներ, պլաններ պետք չէ, ռեալ պետք է նայել իրավիճակին, շերտի վրա դնենք դրական բացասական կողմերը, ամեն դեպքում ցանկության դեպքում այդ բացասական կողմերը կմինիմիզացվեն ու հնարավորություն գտնող փնտրող մարդիկ միշտ կգտնեն այդ հնարավորությունները, իսկ պատճառներ փնտրող մարդիկ չմասնակցելու չգալու իհարկե միշտ այդ պատճառները կգտնեն, ցանկությունն է կարևորը։ 2025 թվականի Իգոր ծրագրի հայտադիմումների ընդունումն ավարտված է։ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից հայտնում են, ստացվել է շուրջ 300 հայտ ավելի քան 34 երկրից։ Դիմումների թվով առաջատար են Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ֆրանսիան եւ Ռուսաստանը, սակայն ինչպես ընդգծում է ծրագրերի ղեկավար Աննա Մհերյանը, աշխարհագրությունը բավականին լայն է, ներառելով նաեւ եվրոպական այլ երկրներ։ Արդեն ավարտվել է ծրագրի նաեւ առաջին փուլը, իսկ հարցազրույցների փուլը կմեկնարկի մայիսին։ Յուրաքանչյուր տարի Իգոր միջոցառումը համագործակցում է շուրջ 20 կառույցների հետ, հիմնականում կառույցները տարբեր են լինում, այնպես չի, որ մշտական կառույցներ ունեն, որոնց հետ համագործակցում են։ Օրինակ այս տարի ավելացել էր մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, որի հետ շատ լավ համագործակցություն ենք սկսել եւ արդյունավետ եւ հուսում ենք շարունակական կլինի։ Մասնագիտությունները հստակ չեն, յուրաքանչյուր տղարի կարող են ավելանալ եւ պակասել, յուրաքանչյուր մասնագիտություն եթե պետական համակարգում կարիքի հետ է համադրվում, նշանակում է այդ մասնագիտությունը այդ տարի օգտագործում ենք։ Սփյուռքում երկար տարիներ բնակվող հայրենակիցներին հուզող հարցերից է նաև հայոց լեզվի իմացությունը, որը ինչպես նշեց ծրագրերի ղեկավարը, պարտադիր պայման չի հանդիսանում։ Զվարթ Ղազարյան, Լևոն Խաչատրյան, Հորիզոն։